Դատարանի շենքի մոտ հավաքված բազմաթիվ քաղաքացիներ ու հոգևորականներ ծափերով ու զորակցության վանկարկումներով են դիմավորել ամենայն հայոց կաթողիկոսին։ Ամենայն հայոց կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործով առաջին դատական նիստն ավարտվել է մեկնարկից ընդամենը 20 րոպե անց։ Դատավորը ինքնաբացարկ հայտնեց, ես բոլոր դեպքերում դատավորի այս քայլը ողջունում եմ այն տեսակետից, որ ըստ էության նա հրաժարվեց մաս կազմել այս ամոթալի գործընթացի։ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II դռնփակ ձևաչափով անցկացված նիստի ավարտից հետո հավատացյալների բացականչությունների ու հոգևոր երգեցողության ներքո ուղևորվել է Մայրաթոր Սուրբ Էջմիածին միասնական աղոթքի։ Աշխարհի տարբեր անկյուններից մեր հայրենակիցները կոչ են անում դադարեցնել ամենայն հայոց հայրապետի եւ հայ առաքելական Սուրբ եկեղեցու դեմ սկսված արշավը։ Կոչով են հանդես եկել ՀԱՅՔՎ-ն, Հայ հեղափոխական դաշնակցության բյուրոն եւ Երուսաղեմի հայոց պատրիարքությունը։ Այս ընթացքում ընթանում է 9-րդ գումարման ազգային ժողովի նիստը։ Նիստի ժամանակ անդրադարձ է եղել այսօր սպասվող դատական նիստին։ Ընդդիմադիր падգամավորները սկսել են հարվածել սեղանին, երբ ԿՊԱ-կան падգամավոր Արթուր Հովհաննիսյանը վեհապարին կոչել է կտրիչ Ներսիսյան։ Դուք ասում եք, որ դուք զբաղվում եք եւ ձեր պայքարը եկեղեցու պաշտպանության մասին, հա։ Մենք ասում ենք հետեւյալը. եկեղեցին կտրիչ Ներսիսյանի գլխավորությամբ խառնվել է։ Հարգելի գործընկերներ, դուք հիմա խանգարում եք ելույթ ունեցողին։ Ես ենթադրում եմ, որ եթե դուք շարունակեք նման կերպ, քաղաքացիական պայմանագիրներ կարող է ասենք ամեն անգամ ինչ որ բան ասեք, դուրները չկա նույնը անել։ Ուր կհասնենք մենք այդպես։ Ուժեղ Հայաստան դաշինքի падգամավոր Դավիթ Ղազինյանը հայտարարել է, որ վեհապար հայրապետին վերաբերող թեման իրենց քաղաքական ուժի համար կարմիր գիծ է։ Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ Ղազինյանը նշել է, որ ինչպես իշխանությունն ունի իր կարմիր գծերը, այնպես էլ ընդդիմությունն ունի իր համար սկզբունքային թեմաներ։ Եթե որոշում եք կամ այսպես ասած բռնացրել եք, որ մեր համար վեհապար հայրապետի թեման կարմիր գիծ է, հավատացած եղեք, մենք էլ կարող ենք այդպիսի թեմաներ գտնել, այլ գիտենք էլ։ Հիմա ես ուզում եմ ուղիղ հայտարարեմ, ինձ համար համենայն դեպս, կարծում եմ նաև մեր խմբակցության համար, ամեն անգամ այստեղից, համենայն դեպս, լավ, հավատքի առումով չեմ ասեմ անձնագրայինով, ոչ անձնագրային տվյալներով անազգայուն հրապարակելը ես համարելու եմ պրովոկացիա։ Ղազինյանի ելույթից հետո Ռուբեն Ռուբինյանը որոշել է ազգային ժողովի նախագահի դիրքից բացատրել, ինչը կարելի է վիրավորանք համարել, կրկին առաջ տանելով իրենց կուսակցության թեզը, թե կուսակրոնության ուխտը խախտած հոգևորականը չի կարող լինել կաթողիկոս։ Պարոն Ղազինյան, քանի որ անդրադարձակ նիստի վարմանը, տեսեք, վիրավորանքը ինքը սուբյեկտիվ բան չի, օբյեկտիվ բան է։ Վիրավորանքը, կարմիր գիծը, օրինակ ոչ մեկի մոտ հարց չի առաջանա, չէ՞ որ օրինակ ես ասեմ եւ բոլորս ասենք, որ չի կարելի այստեղ կանգնել եւ մեկին ասել այս սրիկ է, դա օբյեկտիվորեն վիրավորանք է։ Բայց մարդուն իր ավազանի անունով դիմելը կամ իր հոգեվորական անունով դիմելը արդեն վիրավորանքի կամ բարեկեցության հարց չի, դա քաղաքական կամ գուցե նույնիսկ, չգիտեմ, եկեղեցական դիրքորոշման հարց է։ Եվ հետևաբար դուք ասում եք օրինակ ամեն անգամ երբ որ ձեր նշած անձին դիմեք ավազանի անունով ես դա համարել եմ պրովոկացիա, եկաներեք նույն տրամաբանությամբ էլ կարող է պարոն Հովհաննիսյանի մեջ համարել հակառակն է կարմիր գիծ, կարող է իր համար կուսակրոնության ուխտը խախտածին եկեղեցական անունով դիմելն է կարմիր գիծ ու կարող է ինքն էլ դա համարի ներողություն Եվ հետևաբար հիմա կարող է ստեղծվել իրավիճակ, որ օրինակ ձեր նշած անձին, երբ ամեն անգամ երբ որ եկեղեցական անունով դիմեն, քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը, որը համարում է, որ ձեր նշած անձը կուսակրոնության ուխտը խախտել է եւ հետևաբար իրան հնարավոր չի դիմել այդ անունով, դա էլ համարի պրովոկացիա։ Եվ հետևաբար ես առաջարկում եմ չգնալ այդ ճանապարհով եւ
Այո, դուք բոլորդ արդարացիորեն կարող եք եւ պետք է ակնկալեք, որ այս ամբողջ չհնչի վիրավորանք եւ այս ամեն ինչ կարող է պես լինի, բայց եկեք համաձայնենք, վիրավորանքներն է ինչ որ օբյեկտիվ է, ինչը որ քաղաքական դիրքորոշման հարց է, դա արդեն վիրավորանք չի։ ԿՊ-ն դատում է ձեր հորը, ձեր որդուն եւ Սուրբ Հոգուն։ Այսպես է արձագանքել ուժեղ Հայաստան դաշինքի падգամավոր Գառնիկ Դավթյանը ամենայն հայոց հայրապետին դատելու ներկայիս իշխանությունների որոշմանը։ Նա շեշտել է, որ դարեր շարունակ հայ ժողովուրդը պահպանել է իր գոյությունն ու մշակույթը հենց եկեղեցու շնորհիվ։ Երբ այն ժամանակ հռոմեացիները խաչում էին Հիսուս Քրիստոսին, դուք հիմա խաչում եք Հիսուս Քրիստոսի ժառանգած հավատը եւ այն խաչը, որը համարվում է փրկության գործիք։ Նորին Սուրբ Օսություն Տեր Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսը եւ Գերագույն խորհրդի հոգեվոր 6 անդամ, այսինքն եպիսկոպոսները, Նաթան arczepiskopos Հովանիսյանը, Հայկազուն arczepiskopos Նաջարյանը, Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը, Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, Մակար եպիսկոպոս Հակոբյանը, Վահան եպիսկոպոս Հակոբյանը դատվում են գիտեք ինչի համար։ Երկու պատճառով։ Առաջինը, որ իրենք չեն գնացել Հուդայի ճանապարհով, չեն ենթարկվել այդ բերկրանքին շակերտների մեջ, եւ ամենակարևորը, չեն ենթարկվել Հարավային Կովկասի մուսուլմանների նախագահ Ալաշուքյուր Փաշազադեի հրամաններին։ У нас сегодня тема Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը անվտանգության խորհրդի անդամների հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել։ Նիստի գլխավոր թեման եղել է հնարավոր ահաբեկչական հարձակումներից կարևոր ենթակառուցվածքների պաշտպանությանը ուղղված լրացուցիչ միջոցառումների կիրառումը։ Հիմնական զեկուցողը անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովն է եղել։ Իսրայելի եւ Լիբանանի միջև երրորդյա բանակցությունների 7-րդ փուլը ավարտվել է, որպես հիմնական ձեռքբերում լուծվել են ընթացակարգային հարցերը, փոխանակվել են բանտարկյալների ցուցակները, ընտրվել է այն հնարավոր միջնորդների շրջանակը, որոնք ապագայում պետք է իրականացնեն գործընթացի մոնիթորինգը։ Կողմերի միջև սակայն շարունակում է պահպանվել լուրջ տարաձայնություններ։ Լիբանանը պահանջում է երկրի հարավում ստեղծել լրացուցիչ անվտանգության գոտի։ Իսրայելական կողմը պնդել է, որ մինչև նոր պահանջների քննարկումը անհրաժեշտ է նախ ավարտին հասցնել ստուգումները արդեն իսկ գոյություն ունեցող երկու պիլոտային գոտիներում։ Երկրները պայմանավորվել են, որ բանակցային գործընթացը կլինի շարունակական, իսկ պատվիրակությունների հաջորդ հանդիպումը նախատեսվել է սեպտեմբերի 1-ին։ What's the disconnect between you? ԱՄՆ-ն պարտավոր է հաղթել Չինաստանին արհեստական բանականության եւ կրիպտոարժույթների ոլորտում, հայտնել է Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփը։ ԱԲ-ն իր մասշտաբներով գերազանցում է համացանցին, կրիպտոարժույթները նվազեցնում են դոլարի վրա ճնշումը, ասել է նա։ And I figure you can't get any more basic than that. In other words, Թրամփը նշել է, որ Իրանի հետ հակամարտության հարցում Թեհրանը պարզապես ցանկանում է խուսափել ռազմական հարվածներից եւ պատրաստակամ է գործարք կնքել։ this country, the elections are a mess in this country. Թրամփը նաև սպառնացել է մեկ գրչի հարվածով վերացնել ԱՄՆ-ի 39 միլիարդ դոլարի դեֆիցիտը, հրաժարվելով շվեյցարական ապրանքների, օրինակ ժամացույցների ներդրումից, ինչի հետևանքով Շվեյցարիան կկորցնի իր էլիտար կարգավիճակը եւ կունենա մեծ խնդիրներ։ Բանկոնկի դպրոցներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել։ Զոհվել է 7 մարդ, 3 ուսուցիչ, 3 աշակերտ եւ հրաձիգը, հայտնել է ոստիկանությունը։ Բացի այդ, 2 մարդ ծանր վիրավորում է ստացել, 15-ը ավելի թեթև։ Կրակոցները արձակել է 9-րդ դասարանի մի աշակերտ։ Նախնական տեղեկությամբ նա ինքնասպան է եղել։ Սիցիլիայում ժայթքել է էտնահրաբուխը արտանետելով լավա եւ մոխիր։ Օդագնացության վտանգի մակարդակը բարձրացվել է առավելագույն կարմիր աստիճանի։ Կատանիայի օդակայանը ժամանակավորապես դադարեցրել է ժամանող չվերթների ընդունումը։ Էտնան այս ամռան ընթացքում շատ ակտիվ է, ինչը հանգեցրել է օդային հաղորդակցության խափանումների։